Մարտիրոս Սարյանը հաճախ էր սիրում լսել լռության ձայնը։ Նա լռության մեջ էր ցանկանում հասկանալ կյանքի փիլիսոփայությունը։ Զարմանում էր, թե ինչպես կարող է բանականության պոշտված մարդը անսահմանորեն մեծ ու չնչին լինել։ Նա իր մտահոգությունները սիրում էր հայտնել վրձնի ու ներկերի օգնությամբ։ Երկրի վրա մարդու ստեղծած ամբողջ խառնաշփոթը մի օր անշուշտ կհանգեցնի աղետի, բայց դա ինչ նշանակություն ունի տիեզերքի համար։ Մարտիրոս Սարյան։ Իմ մանկությունը անցել է կարելի ասել այս արվեստանոցում։ Սա ամենահետաքրքիր մասն էր մեր տան կազմում, որովհետև այստեղ աշխատում էր պապիկը, այստեղ կային վրձիններ, ներկեր, մարդիկ գալիս գնում էին, նատյուրմորտների համար դասավորված էին սեղանի վրա կամ մրգեր, կամ ծաղիկներ, եւ ինչ-որ հատուկ մթնոլորտ էր տիրում այստեղ։ Եվ աշխատանքի ժամանակ Սարյանը հաճախ երաժշտություն էր միացնում։ Շատ էր սիրում Բեթհովեն լսել, Մոցարտ, Բախ, այդ երաժշտությունը նրան ոգևորում էր։ Այնպես որ ընդհանրապես մեր ընտանիքի ամբողջ կյանքը կարծես նրա շուրջն էր, արևի պես ձգողական այդ ուժը եւ ջերմությունը պապիկի շուրջն էր, կենտրոնը նա էր։ Եվ ես նրա հետ շատ էի սիրում շփվել, որովհետև ի տարբերություն բոլոր մյուս մեծահասակների հետ մեր ընտանիքում, նա միշտ ժամանակ էր գտնում տրամադրելու։ Երբեք չէի լսի նրանից, որ զբաղված եմ, գնա զբաղվիր քո խաղալիքներով, մի խանգարիր։ Այդ ընդունված նախադասությունները պապիկին նրանից չէի լսի։ Նա միշտ կգտներ ժամանակ քեզ տրամադրելու, քեզ հետ զբաղվելու, խոսելու եւ հետաքրքիրն է, որ մեր խոսակցությունները դատարկ խոսակցություններ չէ, ամեն ինչի մեջ կար մի իմաստ եւ դա կարծես կյանքի դասեր էին։ Զարմանալի մարդ էր։ Օրինակ, եթե նա համարում էր, որ նկարչությամբ զբաղվելը կամ նկարչության մասին խոսելը, դա կազմում է, ասենք, երեխայի կրթության, դաստիարակության մի մաս։ Երբեք չգիտես, թե 3 տարեկան երեխան հետո ինչպես իրեն կդրսևորի, արդյոք ունի օժտված է նկարչական տաղանդով, թե չէ։ Բայց երբ նա տեսնում էր, որ ես նկարում եմ, միշտ ինչ-որ խորհուրդներ էր տալիս, օրինակ շատ լավ հիշում եմ, որ Արարատ նկարելուց բավական հետաքրքիր բաներ էր ինձ պատմում, բացատրում, որ փոքր Սիսը գալիս է ուրեմն նույն բարձրության վրա, ինչ որ Արարատի այդ այսպես ուռեցիկ մաս ունի, չէ, դեպի, ասենք, եթե դիմացից նայում ես դեպի աջ, կամ ամպերը ինչպես գագաթի շուրջը եւ ինչ ուղղությամբ որ քամին է փչում, այդ ուղղությամբ այսպես երաման կարծես ավելի բարակում է այդ ամպերի։ Դա հետաքրքիր բաներ։ Եվ նույնիսկ այդ ծառ նկարելուց եւ այլն, ես մի նկարում եմ, տոնածառ էի նկարում խաղալիքներով, նա մատիտը վերցրեց, կողքից սկսեց ինչ որ արդեն ուղումներ անել եւ մի հետաքրքիր ծառ ստացվեց։ Հետաքրքիր խաղալիքներով, ես դա պահպանում եմ որպես մասունք։ Նկարչության մեջ Սարյանը մշակել էր իր սեփական ոճը, որն անցնում էր արևելքի արվեստի սկզբունքների, ավանդույթների եւ եվրոպական գեղանկարչական նորամուծությունների միջով։ Պատահական չէ, որ իր նամակներից մեկում նա գրել է. «Ես գլխավոր առնում տարված եմ եղել գեղանկարչությամբ, որի նյութը եղել է բնությունն ու արևելքի կյանքը։ Իմ գլխավոր նպատակը ռեալ բնությունից ստացած տպավորություններից սինթեզումն է»։ 1967 թվականին ամռանը մենք հանգստանում էինք Սևանում, նոր էինք ավարտել աղթամար հյուրանոցի կառուցումը, իսկ Սարյանը շատ մեծ հետաքրքրություն էր տածում ամեն նորակառույցի հանդեպ Հայաստանում, թե Երևանում, շատ էր ուրախանում եւ մեծ սիրով որոշեց այդտեղ անցկացնել իր ամառային արձակուրդը։
Մենք երեքով էինք, ես, տատիկը և պապիկը, շատ հավանում մի նկար ուներ արված կակաչներ։ Այդ կակաչները քույրս կատարիներ էր հավաքել և Սարյանը մի հոյակապ նատյուրմորտ էր ստեղծել։ Ես միշտ ուզում էի այդպիսի մի նկար ես էլ ունենամ, որ իմ հավաքած ծաղիկները պապիկը նկարի, բայց անպայման կակաչներ։ Օգոստոս ամիսն էր, ժամանակ անցել էր կակաչների և բավական երկար փնտրելուց հետո հավաքեցի այն ինչ որ կար։ Ստացվեց մի մեծ փունջ, համարյա իմ հասակից չափ, որովհետև 4 ամիս էր, անձրևներ չկային և ծաղիկները արմատախիլ էին լինում։ Համարյա իմ բոյի մեծ բարձրության այդ փունջը ստացվեց։ Եկա ուրեմն պապիկի մոտ ներկայացա այդ փունջը ձեռքիս, երևի բավական ծիծաղելի բան էր, որովհետև համարյա չէի երևում այդ փունջի ետևից։ Ասեցի, պապիկ ջան, խնդրում եմ այս ծաղիկները ինձ համար նկարեց։ Շատ ուրախացավ, ծիծաղեց և հետաքրքիր է, որ հարգեց 7 տարեկան երեխայի խնդրանքը։ Տատիկը մի մեծ կանաչ դույլի մեջ դրեց, որովհետև ուրիշ ոչ մի բանի մեջ չէր տեղավորվի այդ փունջը և ստեղծեց ինձ համար այդ նատյուրմորտը և ես շունչս պահած, նստած այդ ամբողջ պրոցեսը հետևում էի, ինչպես էր նա ներկերը դասավորում ներկա բնակի վրա, պատրաստում ամեն ինչ աշխատանքի համար և ինչպես նրա ձեռքի տակից ստեղծում էր այդ նատյուրմորտը, ամեն վրձնահարվածին հետևում էի և իհարկե ինձ համար դա մի մեծ իրադարձություններ իմ կյանքում, որ ինձ համար նկարվեցին այդ ծաղիկները։ Տարիքն առաջ Սարյանը լավ էր հասկանում հատկապես մանուկներին, նրանց լեզուն, ցանկությունները, փորձում էր աշխարհը հասկանալ նաև այնպես, ինչպես իր թոռնուհին, փոքրիկ Ռուզաննան։ Սարյանների տունը շատ հետաքրքիր մի տուն էր, որտեղ գալիս էին օր ու գիշեր մարդիկ էին գալիս տարբեր հասակի, լինեն դա աշակերտներ, ուսանողներ, դարի կարելի ասել հանրահայտ գործիչներ, մարդիկ, թե արտասահմանից, թե Ռուսաստանից և պատահում էր, որ Սարյանը հոգնում էր, որտեղ ամբողջ օրը տանը մարդիկ գալիս գնում էին, մեկ-մեկ երևի ինչ-որ այսպեսի մի պրոտեստի պես բան էր ունենում և մի անգամ տեսնեմ պլաշը հագել է, ուրեմն կեպկան և արագ դուրս է գալիս բակից։ Ասեցի, պապիկ ջան, ուր ես գնում։ Ասեց, ուզում եմ փախչել։ Ինձ ասի, ինձ էլ հետդ վերցրու։ Մի խոսքով երկուսով դուրս եկանք, այդ ժամանակ կառուցվում էր մեր այս փողոցում գտնվող գլխավոր պոչտամտը։ Քանդվել էին բոլոր տները, դա կոնդի հին կավից շինված տնակներ էին, պատրաստվում էր շին հրապարակը նոր կառույցի համար։ Եվ մենք ականատես եղանք մի ահավոր պատկերի, այդ սարից ներքև գետի պես հորդում էին առնետներն ու մկները։ Դա մի այսպես, գիտեք, և իջնում գալիս ամբողջ Երևանի վրա։ Մի զարհուրելի տեսարաններ, այդպիսի բան երբեք այլևս չեմ տեսել։ Եվ հետո ուրեմն ետ վերադարձանք, պապիկը շատ էր սիրում փողոցում առաջ անկյուններում, բակերի մոտ նստում էին տարիքով մեր քաղաքացիները, մոտենում էր և զրույցի էր բռնվում իրենց հետ, ես չեմ հիշում կոնկրետ ինչի մասին էին խոսում, բայց պես անհամբեր պապիկի ձեռքը թոթվում է, գնանք։ Մի խոսքով երբ որ եկանք տուն, մեզ վրա շատ բարկացավ տատիկը, տիկին Լուսիկը, որ առանց զգուշացնելու, ուրեմն դուրս էինք եկել տնից, բակից։ Լուսիկ Աղայանին գրած նամակներից մեկում Սարյանը ստեղծագործելու իր բանաձևն է հայտնում։ Ստեղծագործողը չի մտածում, նա ստեղծում է, և ինչքան ուժեղ լինի նրա մեջ այդ ուժը, այնքան մեծ ազդեցություն կթողնի նա։ Սարյանը մեծ ողբերգություն ապրեց, 1962 թվականին զոհվեց նրա մեծ որդին Սարգիսը, Սարյանը 82 տարեկան էր։ Եվ հիշում եմ, որ պապիկը շատ զուսպ էր, լաց չէր լինում, չէր այդպես այդ ամբողջ ողբը իր մեջ էր կրում, իրավունք չուներ, որտև կողքին էր իր սիրելի
տիկինը, Լուսիկը մայրը եւ նա պետք է նրանց հատարկաններ։ Տարիներ անց, երբ որ մենք միասին նստած հեռուստացույց էինք դիտում եւ հանկարծ նորությունների ժամանակ հայտարարեցին, որ զոհվել է Սոյուզ, չեմ հիշում որ մեկի անձնակազմը վայրեջքի ժամանակ, երբ որ նրանց բացեցին այդ կապսուլան, 3 հոգի հոյակապ տղաներ, տիեզերագնացներ մահացած էին։ Եվ գիտեք, ես երբեք չեմ մոռանա, թե պապիկը ինչպես սկսեց լաց լինել։ Ինձ թվաց, որ այդ երբ Սարիկ Ձյաձյայի մահվան ժամանակն այդպես իրեն զսպում էր, այդ ամբողջ ցավը կարծես դուրս ժայթքեց։ Այլևս չէր մտածում, թե տատիկը եւ այլն։ Եվ այնպես էր ողբում, ոնց որ իր հարազատ զավակի այդ անժամանակ մահը ողբար։ Ընդհանրապես տիեզերքի եւ այդ հետարքիր այդ վերջին տարիներին Սարյանի մտածմունքների առարկան էր տիեզերքը, երկիրը, նա նկարեց մի հոյակապ գործ, որը կոչեց Երկիր, դա զարմանալի մի տիեզերական բնանկար է, երբ Սարյանին այցի եկավ կոսմոնավտ Լեոնովը, ապշած ասեց Մարտիրոս Սերգեյիչ, մենք տիեզերքը այսպիսին տեսնում ենք տիեզերի նավի իլումինատորից։ Դուք ինչպես եք կարողացել երևակայությամբ այդպես տեսնել, զգալ երկրագունդը։ Եվ սկսեց ցույց տալ իր արված նկարները այնտեղից, եւ բավական նման էր այն նկարին, որ Սարյանն է ստեղծել։ Ասեց այնպիսի գույներ են, գույների այնպիսի համադրություններ են, որ նույնիսկ նկարիչ չլինելով, ասում է, ես չէի կարող չսկսել նկարել։ Եվ շատ հետաքրքիր զրույցի բռնվեցին իրար հետ։ Սարյանը շատ մտահոգված էր, ասում էր, իհարկե այն ամենը ինչ անում է մարդ երկրագնդի հետ, վերջով պետք է բերի կատաստրոֆայի։ Եվ ասում էր այն մասին, թե մարդիկ ինչքան պետք է խելամիտ լինեն, ինչքան պետք է մտածված իրենց ամբողջ այդ գործունեությունը երկրագնդի վրա ծրագրեն, որ պահպանվի այս հրաշքը, բնության այս հրաշքը, այս երկիրը, որտեղ տիեզերքի այն անկյունն է, որտեղ տիեզերքը մտածում է մարդու շնորհիվ, չէ։ Այսպիսի խորհրդակցություններ կային այդ տիեզերքի շուրջ։